Ողջույն, ես Սիրուն Մինասն եմ, պլաստիկ վիրաբույժ եմ ու մասնագիտացված հակատարիքային խնամքի մեջ։ Այսօր խոսենք հակատարիքային խնամքից, մարքեթինգից, թրենդներից, PR-ից, այն կողմ։ Ինչն է իրականում աշխատում, միֆերը ու որ տարիքում ինչ արժի անել։ Հիմա տարածված միֆ համար 1. Թանկարժեք քսուկներ եմ օգտագործում, ինձ ավել բան պետք չէ։ Շատ լավ է, որ թանկարժեք քսուկներ եք օգտագործում, բայց միայն քսուկները բավարար չէ, քանի որ քսուկները ավելի շատ ապահովում են մաշկի խոնավացում, բայց կոլագենի սինթեզի, ասենց ասած, ապահովում, կնճիռների նվազեցնում, ցավոք դրանք իզորու չեն։ Ոնց որ բացի քսուկներից, թեկուզ թանկարժեք, ձեզ անհրաժեշտ է նաև ավելի մասնագիտական խնամ։ Տարածված միֆ համար 2. Ինձ շատ շուտ է, կամ մյուս տարբերակը, ինձ շատ ուշ է հակատարիքային խնամքով զբաղվելու համար։ Իրականում 20-ից 30 տարեկան հասակում արդեն պետք է սկսել հակատարիքային խնամքը, որովհետև վաղ տարիքային փոփոխությունները հենց այդ միջակայքում նոր սկսում են։ Դա շատ արդյունավետ տարիք է դրա դեմ պայքարելու համար։ Իսկ ուշի հետ կապված երբեք ուշ չէ քեզանով զբաղվելու համար, հենց որ մի հուսահատվի, ամեն տարիքի համար կան խնամքի միջոցներ, միջամտություններ, որոնք կօգնեն քեզ էլ ավելի թարմ, երիտասարդ տեսք ունենալու համար։ Հիմա տարածված միֆ համար 3. Հակատարիքային խնամքը դա միայն բոթոքսը կամ միայն ֆիլերն է։ Չէ, միայն բոթոքսը ու միայն ֆիլերը չեն։ Այո, դրանք միջոցներից մեկն են, բայց շատ այլ միջամտություններ կան, որոնցից կարող եք օգտվել։ Օրինակ PRP-ն, ապարատային միջամտություններ, լազերային միջամտություններ, էլի ներարկումներ, որոնք խոնավացնում են, կոլագենի սինթեզն են խթանում, հենց որ քննարկեք ձեր բժշկի հետ ու գտեք, թե որն է ձեզ ավելի հարմար։ Ինչն է իրականում աշխատում։ Տիպը արդյունավետ միջոցներ։ Հիմա քննարկենք, թե ինչն է իրականում աշխատում։ Ինչ արդյունավետ միջոցներ կան։ Առաջինը չմոռանանք ամենահեշտ ու արդյունավետ միջոցը՝ արևապաշտպանը, SPF-ը։ Սա ցանկալի է օգտագործել անկախ տարիքից ու համարվում է համար 1 հակատարիքային խնամքի միջոցը, որովհետև արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները դրանք թիվ 1 վաղաժամ ծերացման պատճառն է։ Հենց որ մանավանդ մեր երիտասարդ աղջիկներին խորհուրդ եմ տալիս առնվազն SPF 30 կլոր տարի։ Հիմա երկրորդ արդյունավետ միջոցը դա մասնագիտացված տնային խնամքն է, այսինքն տնային խնամք, որը ունի ակտիվ բաղադրիչներ, օրինակ ռետինոլ պարունակող, վիտամին C, պեպտիդներ, այլ հակաօքսիդանտներով հարուստ տնային խնամքը։ Նմանատիպ տնային խնամքը ձեր այլ պրոցեդուրաների հետ միասին կօգնի ակտիվացնել կոլագենի սինթեզը ու այո, որոշ չափով նաև նվազեցնել կնճիռներն ու տարիքային փոփոխությունները։ Հիմա արդյունավետ միջոց համար 3. Ներարկումները։ Այո, բոթոքսն ու ֆիլերը մտնում են այս խմբի մեջ, բայց իրենցից բացի կան նաև այլ ներարկումներ։ Հիմա բոթոքսը դա կօգնի միմիկայի կնճիռները մեղմացնելու համար, ֆիլերը ավելի ստատիկ ու կնճիռները նվազացնելու ու նաև ծավալային փոփոխությունները շտկելու համար, բայց կան նաև այլ ներարկումներ, օրինակ բիոռևիտալիզացիան, որն ապահովում է մաշկի խորը խոնավացում, օրինակ PRP-ն, մեզոթերապիան, տարբեր ներարկումներ կան կախված մաշկի խնդրից։ Արդյունավետ միջոց համար 4. Չենք մոռանում նաև, որ հիմա գիտությունը այնքան է զարգացել, որ կարելի է հակատարիքային ազդեցություն ստանալ նաև տարբեր ապարատային միջամտությունների միջոցով։ Օրինակ միկրոասեղավորումը PRP-ի հետ, սովորական միկրոասեղավորումը, լազերային միջամտություններ, օրինակ ռադիոհաճախականությամբ տարբեր միջամտություններ, որոնք տեսանելի արդյունք են տալիս կոլագենի ստիմուլյացիա ապահովելու միջոցով։ Իսկ մյուսը ամենակարևորը էֆեկտիվ հակատարիքային միջոց է ճիշտ առողջ ապրելակերպը։ Բավական քուն ունենաք, բավական ինչ, քնած մնաք, ոնց ասեմ,
Շատ կարևոր է առողջ ապրելակերպը։ Առաջինը հետևում եք ձեր քնի ռեժիմին։ Առնվազն օրվա ընթացքում 8 ժամ ցանկալի է որ քնած լինեք։ Մյուսը սննդակարգ ու նաև փորձում եք ստրեսը նվազեցնել։ Ու հնարավոր չէ լրիվ վերացնել ստրեսը, բայց փորձում եք նվազեցնել։ Ու նաև սննդակարգում հակաօքսիդանտներով հարուստ սնունդ փորձեք օգտագործել ու նաև ակտիվ ապրելակերպ, այսինքն ապացուցված է, որ սպորտով զբաղվելը, մանավանդ քաշային սպորտով, ասենց ասած, զբաղվելը, որոնք նպաստում են մկանի ակտիվությանը, աճին, էական հակատարիքային ազդեցություն ունի։ Այնպես որ քնել, քիչ ստրես, ճիշտ սննդակարգ ու սպորտ ցանկալի է ուժային։ Հիմա քննարկենք, թե ըստ տարիքի ինչ եմ խորհուրդ տալիս։ 20 տարեկան հասակում իրականում ինչ որ տրավմատիկ կամ լուրջ միջամտություններ անելու կարիք չկա։ Ձեր մաշկը դեռ երիտասարդ է ու ամենաերևելի տարիքն է, ասենց ասած, երանելի տարիքն է։ Ձեզ բավական է լավ տնային խնամք, SPF, արևապաշտպան ու նաև ժամանակ առ ժամանակ մաքրող պրոցեդուրաներ։ 30-ից 40 տարեկան հասակում այո, տնային խնամքին ցանկալի է ավելացնել ավելի ակտիվ բաղադրիչներ, ռետինոլ, վիտամին C, սա արդեն պետք է քննարկել հենց ձեր կոսմետոլոգի հետ։ Ու նաև շատերին անհրաժեշտ է լինում արդեն կոլագեն ստիմուլյացիա ապահովող տարբեր միջամտություններ, ներարկումներ, ապարատային միջամտություններ ու շատերը հաճախ 33-ից 35 տարեկան հասակում արդեն սկսում են բոթոքսի ու ֆիլերի ներարկումը։ 40 անց 40 պլյուս կանանց աղջիկներին արդեն ձեզ պետք է մշտական զբաղվել ձեր խնամքով, ունենալ վստահելի մասնագետ, ով ձեզ համար ստեղծում է անհատական երկարաժամկետ սխեմա, որպեսզի պահպանեք ձեր երիտասարդ թարմ տեսքը։ Այստեղ արդեն սովորաբար գեղեցիկ համադրություն ենք ստեղծում ապարատային միջամտությունների, ներարկումների, կոսմետոլոգիական խնամքի ու նաև տնային խնամքի, ասենց ասած, միջոցով։ Միայն մեկի վրա հիմնվելը իրականում այդքան էլ ճիշտ չէ, սովորաբար անհրաժեշտ է լինում ինչ-որ սիմբիոզ ստեղծել անհատական պացիենտի համար։ Իրականությունն այն է, որ չկա մեկ հրաշք կախարդական մեթոդ, որը միանգամից, ասենց ասած, հետ կվերադարձնի ձեզ 20-25 տարեկան հասակին, բայց կա տարբեր համադրություններ, որոնք ստեղծվում են հենց ձեր մաշկի, ձեր կենսաբանական տարիքի համապատասխան։ Ու եթե Հայաստանում եք, կարող եք այցելել մեզ, մեր կլինիկաներում մեծ սիրով ձեզ համար անհատական խնամքի սխեմա կստեղծենք ու օգնենք անցնել այս մի փոքր դժվար, խաբուսիկ, բայց հետաքրքիր ճանապարհը։ Ձեզ հետ է սիրուն Մինասը։ Մնացեք սիրուն։ Չմոռանաք բաժանորդագրվել ու լայքել, որպեսզի շուտ-շուտ հանդիպենք։